Բարև, մարդ աստծո։ Ով է սա։ Հանկապոր։ Այսինքն սա դուք եք։ Իսկ դուք ինչ է։ Դուք հանկապոր չեք։ Այդ ես եմ ուզում ձեզ հարցնել։ Ով եմ ես։ Մինչև հիմա գործարանի դիրեկտոր էի։ Գիտեք, սա միանշան թյուրիմացություն է։ Եվ ես դա պետք է բացատրեմ իմ բարեկամներին, ընկերներին, ստորադրյալներին եւ այլոց։ Բայց ներեցեք, նրանք ինչ կապ ունեն այստեղ։ Ինչպես թե ինչ։ Նրանք զանգ են տալիս ու հարցնում, այդ երբ են ինձ դիրեկտորությունից ազատել։ Համատուրս եկավ։ Դե գիտեք ինչ, այստեղ ամենայն իմաստով Զաքարն է մեղավոր։ Այն էլ ասենք, որ տղան շատ շնորհալի եւ ընդունակ լուսանկարիչ է։ Այս բոլորը նրա շահած մրցանակներն են։ Բայց տենա մի քիչ ոնց ասեմ։ Ներեցեք, իսկ դուք երբևէ հանկապոր եղել եք։ Եղել եմ։ Դա սքանչելի է։ Ձեզ ինչ։ Դա 20 տարի առաջ էր, երբ երիտասարդ էի։ Իսկ դրանից հետո 20 անգամ մասնագիտությունս փոխել եմ։ Իզուր։ Ինչու։ Դա գիտեք ինչ ասեմ։ Մարդն ապրում է, զարգանում։ Մի րոպե։ Հիմա։ Ալո, Զաքարին կանչեք այստեղ։ Ասենք ես էլ նրան տեղը տնեցի, պարտքի տակ չմնացի։ Ասացի նրան հանկապոր լինելն ինչ ամոթ բան է, են էլ մեր երկրում։ Աբա իշի Ստախանովին, հենց այստեղ էր, որ նրան խեղճացրի։ Նա էլ հումորով մարդերից ծպտուն չանեց։ Սակայն կարող էր առարկել, կարող էր, չէ։ Դու իհարկե ազնիվ ու տաղանդավոր տղա ես։ Քո շնորհիվ մենք մրցանակներ ենք շահել։ Բայց եթե մեկ ուրիշը լիներ իմ փոխարեն ու քեզ լավ չճանաչեր, կասեր գիտես ինչ կասեր թքած դրա նկարների ու մրցանակների վրա, կասեր չի անպայման կասեր հապա մտածիր։ Այդպիսի բարեօքի դիրեկտորի ամեն օր չենք հանդիպի, հավատա։ Զաքար, սպասիր։ Ուրեմն պայմանավորվեցինք, խոսքս տալիս չէ։ Տեղ չգնաս, ինձ սպասիր անպայման, հիմա կգամ։ Ահո, հարցնացուտ է, ես էլ ասելիք չունեմ, վերջ, ես պրծա, դու մնացիր, ես գնացի։ Շնորհակալություն, ստեսություն։ Էդ ուր։ Ուր ես վազում։ Ինչ եղել։ Իսկ ինչ պիտի լինի։ Այդ ինչ տեղեր են։ Պենիսիլին, տրամսինոլոն, նավակային։ Ինչի դեմ պետք։ Կարող է պատահել, որ քո մայրիկը արդեն բուժվել է։ Մայրիկը։ Այո, քո մայրիկը։ Կամ միգուցե դու արդեն ուղեգիր ես շարել եւ մայրիկիդ ուղարկել բուժման, հա։ Ասա, մի ամաչիր։ Զաքար ջան, ես որ չլինեի, դու ինչ պիտի անեիր, հա։ Բայց ինչ եմ ասում, արի հենց այսօր ամուսնանանք։ Չէ, ինչ ես ասում, չէ։ Միայն սեպտեմբերին։ Սեպտեմբերի։ Իհարկե, հորակույր, մորակույր, Բաքու։ Հասկացիր վերջապես, մարդիկ են, պիտի հավաքվեն, գան, ուրախանան, բոլորին հրավիրել ենք։ Ինչ կմտածեն ամոթ է, չէ։ Լավ, ես չեմ հասկանում, դրանց համար ենք ամուսնանում։ Բա ոնց նրանց համար ենք ամուսնանում։ Պիտի գան ուրախանան, չէ։ Թող այսօր ուրախանան։ Դե լավ, արի փեսացու։
6 տարի աշխատում ես ամսագրում եւ չես կարողանում քո հիվանդ մոր համար մի ուղեգիր ճարել։ Ինչ է։ Ուզում ես որ ես գնամ։ Ես կարող եմ գնալ, բայց ես ուզում եմ որ դու գնաս։ Դե լավ դե։ Դեր կտանիշ։ Մեջք դե լուղիշ։ Դու փեսա ես, չէ։ Բեն զարում։ Տեսա։ Լսիր, շատ ես դժգոհ ինձնից։ Շատ, էլ ասել չի լինի։ Դե լավ, մազեր տուր։ Ինչ ջուր ինչ բան ասացի ժամը 3-ին։ Բարև Այ ձեզ։ մեր բակի հարսը որ ասի կտամ, հաշ ժամ միացնեմ, հա։ Միացրեք։ Միացրիկ։ Օրինակ ինչու՞ չես բարևում հարևաններին։ Չեմ ասում։ Բարև ձեզ։ Ոյ։ Վայ, բռնիր։ Վարդանիկ ջան, ո՞նց ես բալիկ ջան։ Օպա։ Զակարտես ինչ լավ երեխա է, չէ։ Շատ։ Տախտակ։ Վարազդատ քերի ո՞նց եք։ Լյարդդ ինչպես է։ Ոչինչ աղջիկ ջան, հիմա լավ եմ, ապրես։ Վայ Նարա ջան, դու ես։ Բարև։ Բարև։ Ո՞նց ես։ Լավ եմ, լավ։ Դու ո՞նց ես աղջիկ ջան։ Շնորհակալություն, լավ եմ։ Լավ է, լավ է։ Դրա լյարդի մասին ինչի՞ ես հարցնում։ Իսկ դրա լարդին ինչ եղել որ։ Այ։ Բարև ձեզ, ինչպես եք։ Բարև։ Բարև ձեզ։ Լավ եք, շնորհակալություն։ Ահա սրբուհի մայրիկ, բարև ձեզ։ Բարև աղջիկս։ Ինչպես ես։ Լավ եմ, շնորհակալ եմ։ Արկեզ մի լավ դեղ ստացել։ Շնորհակալ եմ։ Սրբուհի մայրիկ, աղջկա ամուսնացրիր, հա։ Բաբոն։ Առանց մեզ հարսանիք արիր։ Ինչի Զաքարին ասել էին։ Զաքարի իր գործերի մեջ այնքան է խրված, որ նույնիսկ ինձ էլ է մոռանում։ Երևի դժվար գործ է։ Միտես շոփա դարել։ Բա, որ չասեմ ուտելն էլ կմոռանա։ Ապրես։ Այդ ինչ է։ Այդ է տոպս է, տղես է ուղարկել Մոսկվայից։ Բժիշկ է, բժիշկ։ Այ մարզարացրիր է, ուզում ես նրանից մի հազարատ տպել տամ։ Բեկալ գնային Ինչ ես խոսում այն մարդ, մինչև տպելուն հասնել է 2 ինստիտուտ Սպասի, Սամսոնից մի ինստիտուտով չի լինի։ Ես իմ։ Այ մարդ մեզ կամարի։ Ձեր եք առնում էլի։ Եթե շատ ես ուզում, Սամսոն ջան, կարող եմ մի 10,000 տպել տալ, մի քանի հատ կուղարկես քո Մոսկվայի 2 ինստիտուտ ավարտած բարձրագույն տղային։ Լավ ասի Սակո։ Դուսուս։ Ես էլ իմ կողմից տպել կտամ։ Բա մեջը ինչ պետք է գրես։ Այ մարդը գործը կնայեմ։ Ասա մեջը ինչ պետք է գրես։ Սակո։ Աբո։ Դուր։ Լոպա սակո։ Ժամերով կանգնում խոսում ես քիչ խոսի։ Դե հարևանս է խոսում եմ, քեզպես անջատված չեմ։ Սակո։ Տես է։ Էլ իր մեքենան էլ իզում։ Բոլորի։ Բարև Սոնիկ ջան։ Բայց իսկ դրա լարդը ո՞նց է։ Սրա լյարդին ինչ է եղել։ Հարևան է, հետաքրքրում խոսում։ Բարև Սակո։ Ինչպես ես։ Բարև։ Ինչ ես անում։ Խնդրեմ, զաքս միայն իմ մեքենայով։ Անպայման իհարկե շուտով։ Դու գիտես, մնանք սպասող։ Զաքար նկար էլի։ Խոսք ես տվել, չէ։ Ես երկու կնկարեմ։ Հրա հոգիս չես է։ Այ մարդ նկար էլի։ Ես երկու։ Ինչ լավ, հարևան չես է։ Հարայն կոմը պահի։ Հարևանա, նկարել ինչ ես։ Դե լավ կնկարեմ։ Դու գնա տուն։ Սակո գերի նկարում է։ Ով է նկարում ես։ Սակո ջան, մի րոպե սպասի։ Սակո ջան, մի րոպե սպասի։ Ահա այդպես չի նե Սակո ջան։ Մի բան գուցի վրա։ Նկարվում ես, չէ։ Նկարում ես ո՞նց։ Այդ աղա մի բացի Սարոշ կամի բե։ Սակո ջան, այդպես շեղավ այդ տղաբակինը դուրը։ Ընտանեկան նկարել չէ։ Ճիշտ ասում։ Սոնիկին։ Ալեքսա, մի հատ Սոնիկին բեր։ Սոնիկ, բաց ես լսում, քեզ են կանչում է։ Ինչու։ Նկարվելու։ Չեմ հասկանում նկարվելու ժամանակ։ Արի, Արի։ Արտո մեքենա քաշի, Քեզ քեզ խանգարում։ Բեր Ալեքսանդր։ Արի Սոնիկ, արի կա, արի ու կանգնի մարդը կողքի։ Այ էս։ Ահա։ Դե հրացը Նկարվում ենք։ Սակո, աղավարի կան։ Էնպես կանգնի որ մարդը զարմանա։ Այն մարդիկ ինչ եք խալմաղալ գցել։ Դու էլ զարմացրիր էլի քո մեքենայով։ Ալեքսանդր, ես մի կանգ։ Այդ ասում են ես մի կանգ։ Այդ աղամոդը։ Սակո, շենք ու շնորհքով կանգնի ինչ ես Ուրթենաս
Քեզ եմ ինչ կասեմ, լավ։ որ չգամ, բայց Տանկոնցը թե սիրտը Սոնիկ լաչակը թանի։ սիրտն սկասի, Զակո, մի խեղճան։ դու Ոնց որ աշխարհի դարդը քեզ են տվել։ ու շուրը թերան, քեզ եմ ինչ կասեմ, Կարաշես, չգամ, որ մի քիչ երկարացնեմ, բայց թե սիրտը Սոնիկ այնպես նայիր, ինչպես աշխարհը քոնն է, ինչ ես թթվել։ Զակո, այ տղա ժպտա։ Քո կինը, քո նեքերան, քո տունը, էլ մարդու ուրիշ ինչ է պետք։ Վերջ։ Ստարշին ասարյան, դուք եք երկին է ոսնանցել, չէ? Խնդրում եմ կանգնեք։ Մենակ ինձ եք Գնդապետ Կարլովը դուք եք, չէ? Այստեղ խնդրում եմ կանգնեք։ Լավ բայք ես, այդպես դուք էլ կանգնեք այստեղ։ Այդպես կանգնեք։ Իրար կողք։ Մայրիկ քեզ եմ խնդրում կանգնի, այդպես։ Գերգերալ, խնդրում եմ ձեզ, հրամայեք թող բոլորը զգաստ կանգնեք, խնդրում եմ ձեզ։ Ռազմաճակատում հրամայում եք, չէ, ոչ եք մոռացել։ Հրամայեք թող բոլորը կանգնեն։ Գվարդիական թամանցրեր, ոտքի։ Այդպես։ Լավ է, շատ լավ է, կանգնեք, այ այդպես, շատ լավ եք, այդպես էլ մնացեք։ Գաստ։ Ինչ ես կանգարում, դեր քաշվի։ Ուշադիր, ինձ նայեք, այդպես։ Դու ապուշ, մայթով քայլելի։ Դու ապուշը դու ես կտորներով ման գանք, սրանց ես։ Իսկ հիմա միացրեք աչուսակապը։ Այդպես։ Ես իչեր։ Դարկ, ես ինչ էր, կպավ չի պոկվում։ Ինչ է։ Մեկն էլ ընկավ թակած։ Մի շարժի վիրս պասը։ Կողքից ասում եք կպավ։ Ես ասի դիրի ուրիշ տեղ։ Մյուս անգամ գալուց ատրճաննա կթանի։ Ձեզ մոտ գալու վտանգավոր բան է։ Հա, շատ դուրը բաց։ Ես եմ։ Այդպես։ Իսկ հիմա միացրեք աչուսակապը, այդպես։ Ինչ եղավ։ Իմպուլսները գորան։ Չլինի ես գործնել սատկեց։ Ինչ ես անում։ Ինչ ես անում։ Լսիր, գիտես որ սա կես միլիոն արժե։ Ավելի լավ թող լինի կադրի մեջ։ Թող լինի։ Հա։ Ով եմ ես այսօր։ Ռոդենի իմաստասերը։ Էյնշտեյն։ Օպենհեյմեր։ Հա, ինչպես էր այն երգը գեներալի մասին։ Ուզում եմ դառնալ ես գեներալ։ Լսիր, գեներալ, դու շատ ես օգնել։ Կարծես 5 օր չես քնել։ Գտար։ Պոկեր էի խաղում։ Ստում ես։ Դու չես քնի էլի 20 օր։ Կարող եմ։ Կմեռնեմ անքնությունից։ Լսիր, գուցե վերջ տաս, հա? Արդեն 10 տարի է բան չի ստացվում։ Ինքդ քեզ շարունակ խափում ես ու խափում։ Ետ ինչ եմ խափում։ Չես խոստովանում, որ չի ստացվում։ Նայիր, լավ ես նայում։ Շատ լավ ես նայում։ Նայիր։ Դու էլ ընկեր ես էլի։ Դու էլ
ընկերես էլի։ Բահում նամջան, վաղը զակարը կգնա, ուղեգիրը կվեսնի, ջագինով արդեն խոսքի կգնա, անպայման կգնա, մամջան, կգնա։ Վայ Սակոջան, ներս արի, արի։ Չէ, Զաքարը տանն Հա, է։ տաննա, արի ներս։ Կեսրուտ վատացել է։ Հա, էլի վատացել է Սակոջան։ Չէ, Զաքարին կանչի, ես դրսում կսպասեմ։ Արի։ Զաքար։ Գալիս եմ էլի։ Նստի։ Ես քո նկարածն է, չէ՞։ Հա։ Այս նկարից Սոնիկին, հարևաններին կկտրես կհանես։ Կթողնես մենակ իմ մեքենան ու ինձ։ Ինչի։ Նկարից այցետոմս պիտի սարքեմ։ Ինչ։ Վիզիտնի կարտը չկա։ Հա։ Բատակն ինչ ես գրելու։ Սակո։ Թող ինչ ես անում, հասկացիր, ես քեզ կատեմ, այդպես չեմ ուզում, թող ինձ, թող։ Գիտես ինչ որոշեցի։ Ինչ։ Որ դու չգնաս Ջագինովի մոտ, ուղեգիր խնդրելու մայրիկի համար։ Ես ինքս ուղեգիր կճարեմ և մայրիկին կտանեմ ծովափ բուժման։ Իսկ վերարկուն կարող ենք գնել դեկտեմբերի վերջերին, չէ։ Չեմ ուզում։ Ասում են թե այս տարի ձմեռը այնքան էլ ցուրտ չի լինելու։ Դակ է։ Չեմ ուզում։ Ինչ ես ուզում։
Ինչի պիտի մի ամբողջ ամիս քարժգաս հիվանդ պարավների մոտ կարծում ես հաճելի բան է։ Դե լավ ինչ անենք, թողնենք որ խեղճքին այդպես էլ տանջվի։ Ախր ինչի պիտի տանջվի, ինչի։ Վերջապես ինքս կգնամ Ջագինովի մոտ ու կասեմ, որ 5 տարի է քեզ մոտ եմ աշխատում։ 6 տարի։ Առավել եւս 6 տարի է քեզ մոտ եմ աշխատում։ Ինչ է, ես իրավունք չունեմ իմ հիվանդ մոր համար մի ուղեգիր խնդրելու։ Կգնամ այդպես էլ կասեմ։ Կարծում ես չեմ գնա։ Աբոջան, ցուցահանդեսել ընկանք։ Ասում ես ժողովուրդը նայում էր, հա? Կնիքսել ժպտում էր։ Բաչկա, Սակո ջան, հանգստացիր, ինչ անենք։ Դու էլ ասում ես իմ տունը, իմ մեքենան, իմ կինը։ Չորե ես կին չունեմ։ Ավելի Սակո։ Ախր աբոջան մինայ, տես արա ոնց է ժպտում, ախր ոնց է ժպտում։ Հələ տես, heç պետք չի, արագոն է ամաչեր, խոստովաներ։ Ես ամաչելու ոչինչ չունեմ։ Չունես։ Բասա ինչ է։ Ես ինչ իմանամ, ինչ է։ Վայ, արամ։ Հանգստացիր, հո գժվելու չես։ Արա, ես հանգստանամ։ Դու գլխիս կանդվում ասում է հանգստացիր։ Արա, հələ սրան տես, ոնց է ժպտում է։ 10 տարի ամուսնացած ենք, մի անգամ էսպես ժպտատած չկա։ Ոնց ժպտում է։ Դու ես այդպես ժպտում է։ Էդ էր պակաս քեզ ժպտայի։ Սա տեսա, արա տեսար։ Բան եմ ասում, հանգստացիր, հիմա լուսանկարներում այնպիսի բաներ են անում, որ հանգստացիր։ Այստեղ խոչի գրված Սոնիկ ու Վարդգես։ Սրանունը Վարդգես է։ Արա սրանունը Վարդգես է։ Արա սրանունը Վարդգես է։ Հա։ Ես ինչ իմանամ։ Արի գնանք։ Զաքարներն ասում է, լուսանկարներում այնպիսի բաներ կարելի անել, որ հիշում ես դիրեկտորի գլխին ինչ օին բերեց։ Զաքարը։ Հա, Մեր Զաքարը։ մեր Զաքարը։ Չէ, դու ինձ են ասա, բարձ ասա, ես անդր աշխարհում սրբություն մնացել է թե չէ։ Սաղ կյանքս էշի պես չարչարվեցի։ Հանգստացի։ Տունու տեղդերի, եկուցել վեր կկենան, կասեն, տունն էլ քոնը չի, Ապա կասեն։ մեքենան էլ քոնը չի, երեխեքն էլ քոնը չեն։ Կնկամասին չեմ խոսում։ Էլ ավելի։ Կնիքչում են, կնկաս տարան։ Այ տղա նրան ոնց էր ժպտում է։ Այ տղա, հո ես նկարը դրա համար չբերեցի։ Աբա, արևանա կոչում։ Բաթա մարդա ես դրա։ Թե որ տեղափոխելը լավ բան է, թող իրա հարսնացուին տեղափոխի։ Հա, շատ լավ ասացիր։ Որ այդպես է թող իրան նարային տեղափոխի ու բերի դնի կողքից, հա? Հա։ Բարև ձեզ։ Բարև ձեզ, ողոմոնքերի։ Բարև Ինչ աղորի դες։ պատահել։ Այդ ուր ես պատրաստվել, ճանապարհ պիտի երթաս, հա? Ծովափ են գնում, սկիզրոջը ստանում են բուժելու։ Երբ պիտի դառնաք։ Երկար չենք մնա։ Ես ինչ աղմուկ է։ Նայր աղջիկս շուտով դարձիր, չենե տղայի գլխում փորձանք պիտի գա, հա? Ոնց չէ, դուրս կգա։ Դուր այնտեղ տղամարդ։ Քեզ նման տղամարդու դեմետով կկանգնի, հա։ Վայ, Նարաջան, բարև։ Բարև։ Էդով է քեզ նեղացրել, հա։ Ինչ։ Ահա։ Հեչ դու սաղալ ես Նարաջան, էդ ուր ես գնում։ Մայրիկի հետ ծովափ են գնալու։ Գիտեմ, ապակա կեսուրի տանում ես Հա, բուժման։ նրան պետք է։ Ոսկե աղջիկ, բախտի բանա։ Բախտի բանա։ Ինչու ես այդպես ասում։ Զաքարն է մեզ ուղարկում։ Զաքար։ Դու ասի, մենք էլ հավատացինք։ Բայց տաքսին ուր ես բերել։ Մեր մեքենա Հա, չի։ մյուս անգամ էլ քո մեքենայով կգնանք, անպայման կգնանք։ Ինչ։ Ես Սակո ասպետ եղիր, հա։ Զաքար, դուրը փակիր, չմոռանաս։ Գնացինք հիմա։ Գնացինք։ Զաքար,
Զաքար, ուշանում ենք, շուտ արա։ Գնացինք։ Բայա, չեք էլ ասում։ Չեք էլ ասում։ Զաքար, դու ոչ ես գնում, մնում ես, չէ՞։ Դե գնանք։ Չէ, ես էստեղ եմ։ Այ մարդ դու գնա, ընտանիքը ծովափ է արգում որ աշխատի, չէ։ Արի, Մայրիկ։ Եկեք առաջ նստեք։ Դե նստիր մայրիկ։ Անցեք, նստեք։ Ահա։ Դե գնացինք։ Հաջողություն։ Հա, տեղավորից։ Բան չեք մոռացել։ Չէ, Լավացիք։ չենք մոռացել։ Չէ։ Հաջողություն։ Լսիր, սակոն լավ տղա է, չէ։ Ոսկի տղա է։ Հոյ դու չես կռվել։ Ինչի պիտի կռվեմ։ Չի սանում։ Զաքար, դու չես գնում, չէ։ Չէ, չի գնում։ Չէ, էլի այ մարդ ասեցիք չեն գնում, հասկացեք։ Սպասում ենք։ Հաջողություն։ Դե լավ, Հաջողություն։ գնացինք։ Զաքարին ջարդը կուր դարիր, հա? Սաղ տեղ մնաս է չէ։ Իմիջալոս ճիշտ բերվեց Սակոն։ Ասպետ մնա, ասպետ։ Ինձ վրա ես խորոզանում, խեղճ Զապարոժիցից հոգին կերար։ Էդես, այ էդես։ Ճիշտ ես ասում, այ աղբերն առան ինձ խեղճացրեց, ոսկի աղջիկ։ Որ չեք իմանում, բացի չեք մի խոսեք։ Ապուշների բախտը միշտեր բերում։ Օրինավոր տղա է։ Վայ, քորանամ։ Ոսկի պատարես։ Կյանքներս կերա։ Այ մարդ դու էլ ինչ ես կպել Զաքարից ես, ինչ պակաս տղա է։ Դու ես զարմացրիր էլի քո մեքենայով։ Դու ինչ ես կոտրած կտալի պես մեջ ընկել։ Ող մարդ չխառնվի։ Էդ մեր գործն է։ Ահա հերիք եղա մեր գործերը մեջ խառնվեք։ Բարև, Հայրիկ։ Բարով։ Ինչ նորություն կա քաղաքում։ Հեչ, էլ են քաղաքն էլի։ Ինչ նորություն կա քաղաքում։ 4 ծառեր։ Սա էլ էին ուզում փոկեն։ Խնդրում
Խնդրեցի, ասի թողե գուցե մարդ դարձնեմ։ Ստացվում է։ Ինչ է։ Մարդ։ Ես իմ։ Ерофей Павлович? А разве есть такой город? Да. А на чем вы приехали? Я не приехала, я прилетела. Разве оттуда летают самолеты? Вообще не знаю, был один. Я села и прилетела. Ерофей Павлович, вы туристка? Нет. В командировку приехали? Нет. Есть ինչ փորձանքեր։ Քաղաքացի, մի րոպե, сейчас все сделаем։ Մի րոպե։ Старшина Макарчан. Բարևձեզ։ Как вы сказали? Ерофей Павлович. Լսիր, Ерофей Павлович քաղաքի անուն լսած կաս։ Երոֆեյ Հա, Պավլովիչ։ Պավլովիչ։ Դե որ մարդը ասում է ուրեմն կայել։ Ձեր փաստաթուղթը։ Ի։ Այո։ Ախր ես ինչ Քաղաքացի խնդրում եմ չվիճել։ Եрофей Павлович։ Բարի եղեք։ Ահա, խնդրեմ։ Журналист եք։ Вот как раз тот гражданин, кто вам нужен. Он вам все покажет, все. Խնդրում եմ։ Նա մեր հյուրն է։ Մեր պարտն է ցույց տալ մեր քաղաքի տեսարժան վայրերը։ Ես փոստի վրա եմ։ Всего хорошего։ А это кафе «Сквознячок». Вот это? Здесь пьют кофе. Здесь? Вообще в кафе пьют кофе. Да. Որտեղ ես։ Բարև։ Բարև։ Մայրիկը ո՞նց է։ Տնեցիք, երեխեքը ո՞նց են։ Ոչինչ, լավ են։ Հարևանները ո՞նց են։ Նրանք էլ լավ են։ Հա, ո՞նց է։ Հարգում են քեզ։ Մաշինա առար։ Հա։ Ուրիշ ո՞նց ես։ Լավ եմ։ Այ մարդը գնանք ու գործին է։ Պաշլի։ А в кафе чаю не дают? Нет. Вы хотите чаю? Нет, не хочу. Нет, если вы хотите чаю... Нет. Если вы на самом деле хотите чаю... Не хочу.
У нас Ерофей Павлович отчаянный. Медведь в прихожей. Живой? Чучело. Живые давно разбежались. Все разбежались. Разбежались. Одни чучела остались. Я. Заку, Закара. Симе. Заку, Закарна. Закара. Ոնց թե։ Վայ ես քո։ Вай, Курджан, гонерес. Быстрее давай поднимись наверх. Я сейчас приду, а тут город хорошо виден. Иди, иди, иди. Բարև։ Եկել ես, հա։ Հա, նոր եկա։ Ուրեմն էսպես։ Դու էլ լավն ես գիտես մեր տղա։ Ձերոնց ցրել ես ծովափ, այստեղ աղջիկների հետ քեֆ ես քաշում, հա, արի մի ալում։ Չէ, Երաֆեյ Պավլովիչից նոր է եկել։ Արա Երաֆին Պավլովիչն ով է։ Դե մի վախի քեզ նման տուն քանդող չէ։ Ուրեմն այդպես էլի։ Ոնց, Սակոջան։ Գալս մարդու ես տալիս էլի։ Ես։ Ո՞й ես։ Գալը։ Կամերային ձեր չտաս, արա, Կամերի չխոսես, կամերի չխոսես։ А ты чего полезла? А чего он дерется? Увидел слабую. Эй, полегче, это я, что ли, слабый? А то. Да нет, Сако хороший парень, понимаешь? Правда, дурак. А знаешь, как трудно бить хороших дураков? Ну а чего он все-таки полез к тебе? Это все я, понимаешь? Я переставил его жену. Как переставил? Да так, представим. Сфотографируй. Я сфотографировал, потом смотрю, на снимке жена ему не подходит. Понимаешь? Какая-то совсем другая. Ну, взял и переставил ее в другую фотографию. Я же не отбираю у него жену, понимаешь? Только переставил в ту фотографию, где ей больше подходит. Я ведь не виноват, что они не подходят друг другу. А у нас в Ерофее Павловиче фотографы никогда не переставляют. Балда, так ведь я же не фотограф. Фотографу наплевать, подходят люди друг другу или нет. Щелкнет и гони трешку. Потом подмажет, подретуширует. А я не могу, у меня руки чешутся. Закар, как здорово. А меня сфотографируешь? Тебя? Да. Ну как, готово? Вроде. Чего ты? А что? Стоишь как солдат на параде. Да? Да. У меня по-другому не получается. Слушай, тебе никто не говорил, что ты самая красивая девушка на свете? Нет. Так вот, это я тебе говорю, ты мне верь. Человек не может быть некрасивым. Если бы ты смогла взглянуть на себя через этот аппарат. Он никогда не врет, он в людях видит самое главное.
Ну что ты сутулишься? Хочешь, я тебе расскажу, как ты прилетела к нам в Ереван? Хочу. Ты прилетела на рыжем самолете. На огненно-рыжем самолете. Земля только просыпалась. И когда он опускался на землю, то земля тоже стала огненной-огненной, как твои золотистые волосы. Ну же, вспомни. Когда ты сошла на землю, ты знала, что ты самая красивая девушка на свете. Ну, теперь ты убедилась? Закар, а если я поверю? Ты самая красивая девушка на свете. Почему мне никто не говорил? Главное, чтобы человек сам верил, что он красив. Да чего ж ты рыжая? Да чего ж ты рыжая? Зато так светлее. Жмет ногу? Нет, сейчас все пройдет. А чай здесь дают? Ты ж не ела с самого утра. Я не хочу. Пошли, пошли. Я тебя не научу хочу. гадать на кофейной гуще. Научи. Идем. Сейчас мы сядем за этот столик. И не спорь, когда тебе говорят старшие. Я не спорю. Вот, что мы делаем сейчас? Сейчас мы учимся гадать на кофейной гуще. Да, Так? правильно. Вот так. Вот, смотри внимательно. Верблюд. Смотри, вот, посмотри, верблюд. Верблюд? Да. А это не моя чашка. Все равно она уже стала твоей. Вот смотри, видишь, верблюд в чашке? Видишь? Верблюд. Кенгуру. Какой это кенгуру? Это верблюд. У нас кенгуру не бывает. Откуда у нас кенгуру? Нет Это верблюд. кенгуру. Смотри, посторонний мужчина. У меня. Да, ведь теперь это стало твоей чашкой. Да, но у меня не может быть постороннего. Не знаю, теперь это стало твоей чашкой. Но все равно у меня не может быть. Հարգելի երիտասարդներ, ուրիշի բաժակը անհարմար է նայել։ Խնդրում եմ տվեք։ Եվ դեռ ձեզ համարում եք ինտելիգենտ։ Что она сказала? Ничего, она же не знает, что это теперь твоя чашка. Это мы с тобой знаем, что она стала нашей чашкой. Все в порядке. Все в порядке. Так, что мы будем кушать? Хочу кофе. Ах да, мы же будем гадать на кофейной гуще. Գիտեք ինչ, հարգելի ընկեր, մեր հյուրը ոչինչ չի ուտում, միայն սուրճ է խմում։ Շատ էլ շոկ է այսօր։ Խնդրում եմ երկու բաժակ սուրճ բերեք, կարելի է։ Շոկ է, չէ՞։ Երկու բաժակ սուրճ բերեք։ Coffee. Coffee, yes, my darling, please to coffee. Այսինքն կգնաս։ Ահա, Հետո ձախ։ այո։ Եղավ։ Չեղավ, մի րոպե սպասիր։ Ուրեմն այսպես կգնամ, հետո ձախ։ Բա։ Что он сказал? Что он сказал? Ничего, это мы будем говорить, а он будет молчать, он будет стоять, как памятник самому себе. Вот видишь, вот, смотри, как он стоит совсем как бронзовый. Обрати внимание, если щелкнуть ему по носу, то он зазвучит. Но мы не позволим, чтобы это гениальное произведение осталось без своего постамента. Посмотри на меня, сейчас произойдет чудо, смотри ты. Теперь смотри на меня. Смотри на меня, просто смотри на меня.
Смотри, фонтан умирает. Да, Что? это хорошо, что ты прилетела. Знаю, Где ты остановилась? В «Ласточке»? что еще за ласточка. Гостиница для туристов. А если я нигде не остановилась? Нет, ты в самом деле нигде не остановилась? Ну а если нет? Нет, так нельзя. Есть не ешь, нигде не останавливайся, так нельзя. Пошли. Куда, зачем? В гостиницу? Мне не нужна гостиница. Нужна. Все нормальные люди где-то А спят. мне не нужна гостиница. Я не хочу в гостиницу. Просто у тебя нет А денег. мне не нужны деньги. Я же совсем другая. Ну, рассказывай, ей даже деньги не нужны. Пошли. Ты мне не веришь? Ну, пошли. А то будет поздно. Пошли. Пойдем. Ну, давай, сядь, посиди здесь. Так. Իմիջիարությունը պատվերով է։ Լավ, լավ։ Խնդրեմ, Շնորհակալ եմ։ Պատվերով։ Հաջողություն։ առանձին համարներ չկա։ Порядок, дай паспорт. У меня нет с собой паспорта. Как то есть нет? Ну так? Для чего тебе мой паспорт? Как то есть для чего? Так. Разве ты не веришь, что я это я? Ты что, с неба свалилась? Конечно. Ներողություն, մի րոպե ներողություն։ Իմիջիարից անձնագիրը հիմա մոտ չի, ուղարկելու են։ Առանց ազնագի չենք։ Չէ, արդեն ուղարկել են։ Ինքը անչափահաս է, բայց չէ, անձնագիր ուղարկել են հիմա մոտ։ Առանց ազնագի չենք կարող։ Ինգեժան, մի հատ առանձին համար չկա։ Չկա։ Լավ, Չունենք, այն գեր չունենք, առանձին համար չունենք, հասկացի։ Համար ոնց անենք լավ։ Ոնց ուզում եք արեք։ Որ չկա որտեղից տամ, այն գեր համար չունենք։ Ия! Подожди, ты куда? Этот самый зяблик для туристов. Какой еще зяблик? Ласточка в другой стороне, потом там тоже без паспорта нельзя. Пусть. Да ты пойми, я не виноват, что люди придумали паспорта. Что люди где-то спят, что-то едят. Ну при чем тут я? Почему ты обиделась на меня? Разве это я придумал, да? Ведь я не могу оставить тебя одну на улице. Нет, не спорь со мной. Вот что, ты пойдешь ко мне и, пожалуйста, не спорь со мной. Нечего. Ясно? Ты пойдешь ко мне и никаких разговоров. Ведешь себя как ребенок. Пошли. Не спорь со мной, не смей. Со мной спорить нельзя. Ну и вообще, как ты себя ведешь? Как маленький ребенок. Ну сколько тебе лет? Ну скажи ему. Скажи, сколько тебе лет? Обижаешься, дуешься, куда ты бежишь? Как не пойму, что с тобой делается? Третья ночь. Бежи. Теперь бы еще нам двор перейти. Посмотри, как тихо. Никто не спит, а как... Тихо. Ты чего? Иди со мной.
ես ուզում եմ մի բան ասել։ Ես ո՞նց այնազուր չեմ ընկերներ։ Սպասեք։ Սպասիր աբո։ Ընկերներ, ես մի բաժակով եկեք խմենք մեր Սակոյի ընտանիքի խաղաղության կենացը։ Զոնիչյան ցավը տոն, Կենացը Սակո ջան, Սակո ջան, վերջին անգամ լինի չկրկնվի Սակո ջան։ Անուշ։ Սպասեք, թող Սոնիկ ինձ շպտա ինչպես այն նկար։ Ես կշպտամ, բայց դու էլ կարողացիր նկատել իմ շփիթը։ Ապրես։ Լավ ասեց։ Տեր Աստված Սակոյի ընտանիքը պահպանիր չար աչքից, նախանձողի աչքը քորանա, լեզուն չորանա, երեխի դերը, Աստված, երեսս ոտների տակ, մերնեմ կոզորության, Տեր Աստված, մերնեմ կոզորության։ Ես խմում եմ Զաքարի կենացը։ Ինչ։ Նա առաջինը նկատեց իմ շփիթը։ А ты спать тоже не спишь? Так и будешь сидеть? Почему же ты шепчешь? Боишься кого-нибудь? С чего ты взяла? Это кто? Нара. Ты ее любишь? Ты почему так решила? Ты ее никуда не переставил. Постой. Выходит, тех, которых я переставлял, я их не любил? Так? Я не знаю. Только Нару ты не переставил. Иди. Быстро. Быстро, иди, забирай все это. Ну, иди, куда? Иди за мной, иди. Բաց է, ներս մտեք։ Բարևիր, Լովիկ։ Բարև ձեզ։ Դե գնա, տղաս, գնա։ Ճիշտ է իր ախպեր։ Մենք գիտեինք, որ եկել ես Ղափանից, որ դու տանն ես։ Լովիկ, մեր բախտը բերեց։ Երևի ներսում չենք մնա։ Գիտեի, որ մենակ ես, քեզ մոտ ենք մնալու։ Հո շատ չենք նեղացնի։ Ինչ է պատահել։ Ինչ։ Ասում եմ, ինչ է պատահել։ Իսկ ինչու է շշուկով խոսում։ Քերի,
Դու ինձ կսովորեցնես մեկնագրել։ Հա, իհարկե կսովորեցնեմ։ Լևոն ջան, մի մոռացիր, որ մենք հյուր Այո, իհարկե, դուք հյուր եք եկել այստեղ ինձ մոտ։ Լսիր, իսկ եղբայրդ ուր է։ Մենք բաժանվել ենք։ Սուրիկը մայրիկի մոտ մնաց։ Ես էլ որոշեցի հայրիկի հետ մնալ։ Դու ինձ բացատրելու ես, թե ինչ է պատահել։ Ինչ բացատրեմ։ Մի խոսքով, ընտանեկան նորանախորժություն։ Բայց այս անգամ կարծես թե վերջինն է, չէ, Լևոն։ Վերջինը։ Հայ ապրես տղաս։ Իմիջայլոց այս ամենը սկսվեց այն բանից, երբ լուսանկարում իմ կողքին քո շնորհիվ հայտնվեց այն չքնաղ տիկինը։ Գնա տղաս, գնաս բաղվիր։ Լսիր, իսկ դու նրան ինչու չբացատրեցիր, որ այդ ես եմ արել։ Անօգուտ է։ Երևի դու ճիշտ էիր, գիտես։ Մենք մեզ շատ ենք խափում ընտանիքում, աշխատանքում, սիրո մեջ։ Երևի տղամարդկություն է հարկավոր խոստովանելու այդ ամենը։ Լևոն, երևի քոնը տանում է, հա։ Զաքար ջան, մեկ քնես նրան, խնդրում եմ։ Հա, Գնանք, միշտ գնանք եղիր։ Հա, իհարկե անպայման։ Լևոն, ականջներդ էլ լվա, չմոռանաս։ Լվացել են։ Այ ապրես, քեզ է քաշել։ Լսիր, կախարդ, այնպես արա, որ այն կինը հայտնվի այստեղ, Ինչ կին։ որին կցել է իր իմ լուսանկարին, զարմանալի աչքեր ուներ, կարեկցող շպիտ։ Դե կատարիր այդ հրաշքը, թե դու միայն Թղթի վրա ես կարողանում հրաշագործել։ Շագործ։ Քեզ ինչ եղավ։ Ինչ այսօր բոլորդ խոսքներդ մեկ եք արել, հա ինչ եք կպել ինձանից։ Ով, ես։ Հա, երևի ինչ որ մեկն էլ քո բկին չոքել է, հա։ Իա։ 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 Ինչ իա։ Վայ, բոլորին մոռացել էի, սպասիր, ոչ մի տեղ չգնաս, հիմա գալիս եմ։ Սա էլ ձեռքից գնաց։ Ия, ты мне извини. Так получилось, тут ко мне пришли. Ну что ты? Я обидел тебя. Хоть стань на колени. Ну вылезай же. Что ж, будем искать. Чепуха. Ты не могла отсюда так просто уйти. И потом ведь я тебе еще многое не рассказал. Неужели ты ушла? Так просто взяла и ушла. Ведь я тебе не сказал главного. Երաթեյ Պավլովիչ, Երաթեյ Պավլովիչ, спасибо բացատրեմ։ Դա գաշոյի օբյեկտ է, իսկ այդ հարցնում էր Երաթեյ Պավլովիչ, դու հասկանում ես Երաթեյ Պավլովիչ։ Չմոռանաս Երաթեյ Պավլովիչ։ Արևի շողերը քեզ, հոգի
թողեր քեզ անգինես Եվ իմ սրտի դողեր քեզ սիրելիս Քեզ իմ կյանքը և հավատ իմ վան Եվ իմ սրտի դողեր քեզ սիրելիս Քեզ կարոտ իմ հույսս վար դու գարուն ուշեք ամար Քեզ լինի աշխարը մեծ և լույս լինի միշտոք Լուսավար երկնի վրա մեր սերն անմար մի շող Իմ տակ սրտի դողեր քեզ սիրելիս Քեզ իմ կյանքը և հավատ իմ վան Եվ իմ սրտի շողեր քեզ սիրելիս Քեզ կարոտ իմ հույսս վար դու գարուն ուշեք ամար Na